Ռուսաստանից հնչած հայտարարություններից իշխող քաղաքական ուժը ըստ պնդումների շատ անհանգստացած չէ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները եւ դուք տեսնեք մեր ժողովրդի քվեն եւ դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում 3 Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության քայլերը որակելով անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Դրանց շարքում շեշտադրել Հայաստանի եվրոպական ձգտումները։ Руководство этой страны в последнее время предпринял ряд шагов, которые не отвечают духу союзнических отношений с Российской Федерацией. Եվրամիությունն ու ԵՏՄ-ն անհամատեղելի են։ Արդեն օրեր շարունակ հնչող այս նախազգուշացումը Շոյգուն մի քիչ այլ կոնտեքստում է կրկնել, թե Հայաստանը ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման եւ Եվրամիության հետ մաքսային ու առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, որը ըստ նրա կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորություններին ԵՏՄ շրջանակներում։ Что может не соответствовать обязательствам Армении в рамках ЕС. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ Շոյգուի գնահատականի հետ, թե Հայաստանի քայլերը չեն համապատասխանում դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Հայաստանը որևիցե քայլ չի արել, չի անում եւ չի նախապատրաստվում անել Ռուսաստանի կամ որևիցե այլ պետության դեմ։ Ալեն Սիմոնյանը այս փուլում Ռուսաստանից հնչող կոշտ հայտարարությունները կապում է, ինչպես նաև պնդում, Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող 3 ընդդիմադիր ուժերի ընտրություններին մասնակցության հետ։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքին եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին վարչապետ Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում։ ԿՊԱ-ականները մեկ անգամ չեն հայտարարել, որ նրանց ռուսական ազդեցության ուժեր են համարում։ Այսինքն ռուսները նախընտրական այս փուլում փորձում են իշխանությանը ճնշել, որպեսզի իրենց նախընտրելի ուժերի համար ինչ որ իրավիճակ փոխեն։ Ես կարծում եմ, որ ոչ թե իշխանությունը այլ կոնկրետ ինչ-որ կենտրոններ, որովհետև այնտեղ իշխանությունը շատ լայն հասկացողություն է, այտենց ռուսական արտահայտություն կա, Կրեմլը մի քանի բաշնյա ունի եւ կարծում եմ որոշները ուղղակի հայ ժողովրդին չեն ճանաչում։ Ուղիղ հայտարարություններ, թե ինչ քայլերի կարող է գնալ Երևանի գործողություններից դժգոհ Մոսկվան, Սերգեյ Շոյգուն 3 չի թվարկել, բայց առարկությունների կողքին նաև հիշեցրել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության մասին, որ թե արտահանման, թե ներմուծման ծավալներով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է։ Մոսկվան Երևանին գազը վաճառում է շուկայականից 3 անգամ ցածր գնով։ Ալյուրը, հացահատիկը, պարարտանյութերը, դիզելային վառելիքն ու բենզինը արտոնյալ պայմաններով։ Իվերջո դա փող շահավետ է այդ համագործակցությունը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է Ռուսաստանից մատակարարումները Հայաստանն անվճար չի ստանում։ Դե մենք կարծում ենք, որ այդ գործընկերությունը նորմալ կշարունակվի եւ մենք աշխատում ենք, որ այդ ուղղությամբ որ նորմալ ամեն ինչ շարունակվի։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում Հայաստանի հարցով հատուկ խմբի քննարկման բաց հատվածից տարածված կադրերում երևում է հանդիպմանը մոտ 2 տասնյակ ռուս պաշտոնյա է մասնակցել։ Այս հանդիպումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնadzորը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը, մինչև ավարտվեն ջերմոցների ստուգումները։ Հայկական ծաղիկները հիմնականում Ռուսաստան են արտահանվում։ Հայաստանի կառավարությունն ունի պլան B, եթե ռուսական կողմը գնա կոնկրետ գործողությունների, օրինակ խնդիրներ ստեղծի նաև ցորենի արտահանման համար կամ թանկացնի գազի գինը։ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, Ռուսաստանը չի գնա կտրուկ գործողությունների։ Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունը ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է եւ կստանա կայուն ցորեն, բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենա։ Չնայած Երևանի հավաստիացումներին, որ ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, Մոսկվան պարբերաբար շտապեցնում է ԵՏՄ-ԵՄ ընտրության հարցում։ Ավելին հայտարարվեց, որ Աստանայում հաջորդ շաբաթ նախատեսված ԵՏՄ նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այնուհանդերձ վարչապետ Փաշինյանը ըստ ազգային ժողովի նախագահի ռուսական կողմի այս կոշտ հայտարարությունների ֆոնին որոշումը չի փոխի եւ չի մեկնի Աստանա։ Չէ, ինչի պետք է գնա, մենք քարոզարշավի մեջ ենք, դա քաղաքական որոշում
մի որակեք, հա, վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին բացատրել է, որ մենք քարոտ տեսնում ենք ամեն օր առավոտը ժամը 7-ից արևահարված վարչապետը փողոցներում է։ Никол Ваваевич Пашинян не сможет присутствовать на предстоящей встрече лидеров стран ЕАЭС. Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել է, Հայաստանից պաշտոնապես տեղեկացրել են Փաշինյանը չի մեկնի Աստանա, որտեղ նրան կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։